Բացացնեք սիրով մեր սուրբ գավաթը, հանուն հայության, թող անմար պահի նա իր հավատը, ուր և հավիտյան, ու լինենք հավետ մեր լույս խարոսը, տուն է հայրենի, մաշտոցի հզոր լեզուն վարույսն է, ամեն մի հայի, փառքը թրջում է, երգդ կանչում է, հողը դարձել է սով կանց, սիրտդ կայտար է, միտքդ պայծառ է, ազգին փառաբանց, լա 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 հեյ ջան, սիրտդ կայտար է, միտքդ պայծառ է, ազգին փառաբանց։ Ես կսպանեմ դրանց, կսպանեմ երկուսին էլ, հանգստացի, այ կտեսնեք, ես նամուսի գերի եմ։ Մնաս բարով, Զիմզիմով, մնաս բարով։ Прощай, дорогой։ Դու հակվապյակ։ Ով ես դու, նա չի թողնի։ Ես իմ ժողովրդի հետ եմ, և Հայաստանի բախտը ինքը կվճռի։ Գուրգեն փախիր, Նաջարյանը փոշմանել է։ Ոստ է։ Զարմար, դավաճան հայվան։ Ես մի հարվածով վերջ կդավան խողորի։ Հայրվեք, հայրվեք, հայրվեք։ Այրեց իր աղջկա պատիվը։ Ուրեմն դու մեքենայի տակ չես ընկել։ Չէ։ Վայ մարդ ասինք չէ էլի։ Նյետ։ Վայ քո խիղճը կտել։ Մայստրո։ Ինչ կդարվի այստեղ։ Այս ինչ նվակ։ Մեր չուտոյի հորինած մաշն է, մայստրո։ Տես։ Չուտիկ։ Նա արդեն կոմպոզիտոր։ Շտրաուս, ճուտո Շտրաուս։ Բրավո, բրավո, բրավո։ Այս ինչի, ներսես աղբեր։ Ասո նորեն դժվժիկ պիտի ուդել։ Հա, պիտի ուտեմ։ Ուտեմ։ Կին է։ Հա, տղամարդ է։ Իսկ իմ կարծիքով կին է։ Չէ։ Մեզ մոտ հազվադեպ են կանանց հարցաններ կանգնեցնում։ Այս է տղամարդ է։ Են էլ ինչ։ Էլ ասում ես։ Խնդրեմ ուշադրություն կնկարեմ 1, 2, 3, 4, 5, 10 Իշխան, այս աշխարհում քանի պետություն կա։ Դե մենք են Գերմանիան, ելով կա Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիը, Հնդկաստանը մի 100 հատ կլինի։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞։ Ավստրիան։ Այ իմ տեսած Մարգրիտը։ Ես խո իմ կնիկն է, տա։ Ես իսա ու կնիկն է, տո, ոնց կանամ չիս, Ես որ չիմ կանա ու չիմ կանա։ չինք կանա։ Մարդիկ իրա լավություն են ուզում անել։ Աստված այդպես է ստեղծել մարդուն։ Դրա բնական պահանջ ունեն։ Դե արեք էլի, դրանից էլ հեշտ բան։ Չէ։ Արտելիքը կակաչը, կամին զանա, զանա, Իմ յարը կապուտա չէ,
Քամին զանա ճերմակ դոշետ բանա Ինչ անեմ որ կանաչեմ Քամին զանա զանա Զոր գիշեր յարկը կանչեմ Քամին զանա ճերմակ դոշետ բանա Այդ արտակը ինչ այդպես կատարեց Վախ, ես վախենում եմ, որ նա այդ ջանով մեր արևի տակ չդիմանա, չէ, չի դիմա Ասա աղջիկ երեխա ես, գլուխդ ինչի ես բոքս սարքել, պատասազմա Այսօրվանից երթում կուտեմ և ուղտ կենի Ում տուն երեխա ծրվի, նրա դրան առաջ խնձորի ծար տնքի Մեր երկրի հին սովորությունն է, որ չպետք է մոռանանք Առաջ երկում էր, ոցոր չէ Հաջիկ ջան արդեն երկում է 160 ռուբլ եմ ստանում Ասածս էնա, բա դու ուրիշ եկամուտի աղբյուր չունես Այդ մեդալները կողմնակի եկամուտով ես վաստակել Երիտասարդ Ոբշի վագոնով մանեկողներից հա Ժողովուրդ! Նիկոլիչկին է Ժողովուրդ! Բուշա! Նազիկ! Բուշա! Ժողովուրդ! Վերջացավ! Մի քանի փաստ կինոյի մասին Դեկտեմբերի 28-ը կինոյի միջազգային օրն է Հայկական գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա ընկերությունը կազմավորվել է ռուս և Եվրոպա կինոօպերատորների փաստաբավերագրման մասին որոշման Մրցույթներ կազմակերպված առաջին գեղարվեստական ֆիլմերով Առաջինը եղել է Համր կինո, որին հաջորդել է Հնչյուն կինոն, որից հետո եղել է Պեպան, որը ունեցել է միջազգային ճանաչում Առավել կարևոր է պատմահայրենասիրական թեման, որը արտացոլված է Զանգեզուր ֆիլմում Դավիթ Բեկ ֆիլմը, որը նվիրված է 10-րդ դարի առաջին կեսին, ազատագրման պայքարն լրացրեց պատմական ֆիլմերի շարք։ Գեղարվեստական ֆիլմերից են Անահիտը, Արցեն դաշտի աղջիկը, Լեռնային գաղտնիքը։ Կինոյի նոր սկիզբը սկսում են Բարեգեսեն ֆիլմում, որի շարունակությունը դարձան Եռանկյունի։ Մենք ենք մեր սարերը, Սարոյան եղբայրներ, նրանք գույն կինոնկարները։ Նահապետ ֆիլմը նվիրված է հայկական նորաստեղծ հանրապետությանը, իսկ սոցիալ-բարոյական խնդիրներն են շարժակում կյանքի լավագույն տեսքը, հին օրի երգը, մեր մանկության տանգո ֆիլմերը։ Մենավոր ընկուզենի 1987 թվական, մայիսյան մի երեկո, Սերգեյ Փարաջանովի տանը մեծ խնջույք էին կազմակերպել, թաթերային շուքով ու մեծ հանդիսավորությամբ։ Կենասների ու զրույցների ամենաթեժ պահին ռեժիսորը իր պահանից հանում է այն թիկնոցը, որը իր բանտարկման տարիներին իրեն նվիրել էր մեկ այլ ռեժիսոր՝ ի նշան Վարպետի մեծ գնահատանքի։ Չգերազանցած Ֆրուզե Դովլաթյան հայ մեծանուն ռեժիսոր, որը իր կյանքի տարիներին նկարել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են Բարև Ելսև, Ապրեցին երկար, Սալոյան եղբայրներ, Կարոտ, Երևանյան օրենի խրոնիկա ֆիլմերը, որոնք իրենց հետն են թողել հայկական պատմության մեջ։ Կինոյի յուրահատուկ ձեռագրով, երազի յուրականության միացումով, գլխավոր հերոսի ճակատագրով, մեծն Ֆրուզե Դովլաթյան ասել է. կինոն մի մարդու բան չէ, կինոն կոլեկտիվով աշխատանք է։ Երևանը դիշ թողնել, Երևանը սիրել, Երևանը ծաղկացնել։ Երևանը ունիկալ քաղաք է։ Շատ ունիկալ քաղաք է, շատ ինքնատիպ քաղաք է։ Շատ մարդիկ են քայլել Երևանի փողոցներով։ Շատ մեծամեծներ են անցել գնացել Երևանի փողոցներով։ Շատերն են կովել Երևանը եւ երաժշտության մեջ, եւ խոսքով, եւ կինոյում։ Չեմ հավատում։ Չեմ հավատում, արշակ, ես հավատում եմ, որ Երևանը կսիրվի, կմնա եւ թողնել Երևանը, դա երևի հանցագործություն է։ Չի կարելի։ Կինոյի հասունացումը 1980-ական թվականներն են։ Այդ թվականների նկարահանված գեղարվեստական ֆիլմերն են։ Մենավոր ընկուզենի, Խնձորի այգին,
Երջանկության մեխանիկա, քամին ունանության, դեմքով դեպի պատը եւ այլն։ Ես իմ անուշ Հայաստանի պատմության էջերն եմ սիրում։ Մեր հին սազիկ հաղթրալվակ հայրենական չրանն եմ սիրում։ Դարապատում ֆիլմերի դերասանական կազմն եմ սիրում։ Սիրում եմ մեր գրքերը, էջերը խոր, ճակատներ, լուսեր, գրականության էջերը ու պատմություն դարձած ֆիլմերն եմ սիրում։ Եվ մնացած կինոյի չհնացող կադրերն եմ սիրում։ Ուր էլ լինեմ, չեմ մոռանա, ես քաղցրաբար երգերը մեր։ Չեմ մոռանա աղոտք դարձած, երկաթագիր գրքերը մեր։ Ինչքան էլ սուր սիրտս խոցեմ, մոռացված ֆիլմերը։ Մեկ է, ես իմ պատմական Հայաստան յարն եմ սիրում։ Իմ կարդաց սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, Ֆրունզիկի, Սոսի նման խաղացող չկա, աշխարհանցի հայ նման տաղան չկա։ Ինչպես կյանքից փառքի ճամփա, ես իմ հայ տեսակն եմ սիրում։ Որտեղ են նկարահանվել ֆիլմերը։ Անահիտ ֆիլմը նկարահանվել է Հայաստանում։ Ֆիլմը վերցնված է Անահիտ հեքիաթից։ Ֆիլմը մուլտֆիլմ է, ոչ թե իրական դերասաններով աշխատանք, այսինքն հիմնականում տեղը վերաբերում է կինոստուդիային, ոչ թե ֆիզիկական վայրին։ Դու վախեցար։ Ոչ, բայց ինչու ես մահ սփռում այսպես ծառարավոտին։ Այս նետը ինձ բերեց քեզ մոտ։ Ծարավ եմ, ջուր տուր խմեմ։ Դու ծաղրում ես ինձ աղջիկ։ Ճամփորդին ծաղրելը մեր օրենքից դուրս է։ Արայցյան դաշտի աղջիկ ֆիլմը նկարահանվել է Երևանի կինոստուդիայում, ֆիլմի ռեժիսորը Հավո Բեկնազարյան, ֆիլմը սև և սպիտակ է, բնօրինակում է խորհրդային ժամանակաշրջանի կատակերգություն։ Ես երկում եմ, որտեղ զոր դրես հաչող են գնում։ Դու ինչ ես երկում։ Իմ որ դրս էլ բաղաս հաչող չեն։ Այնքան էլ վատ չեն։ Լավ, դեր կաշի, հաստաղդ է պակաս թե բաղաս։ Եհավետ Վարշանովիչ, երկես կետես ծայլերը ջատված լինեն, կավքիշները բաշված, ձեր բրդիր հարևանի պես, հրոք եմ, հա։ Հավ ըստան է։ Նրանք ույն ֆիլմը նկարահանվել է Լորի Մազիսյանային բանքում, ֆիլմի ռեժիսորը Սերգեյ Փարաջանով, բեմադրող Համո Շահնազարյան։ մի օր որ երկնքից տեսնեմ, ես աշխարհ ինչի է այսպես ծուր։ Հայտնի դարձած այս թևավոր խոսքերը մեր ամենասիրած ֆիլմերից մեկից է, մեր մանկության տարվող ֆիլմից։
Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է մի տխուր ընտանեկան կյանքի մասին, որը բնորոշ է տարբեր ընտանիքներին և պատմում է հետպատերազմյան ծանր շրջանը Գյումրիում։ Գլխավոր դերերում Գալանովենց և Մհեր Մկրտչյան։ Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ալբերտ Մկրտչյան։ Ֆիլմը ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանեկան կյանքի մասին։ Ֆիլմում հնչեցված բոլոր թևավոր խոսքերը, որը հնչեցնում է Գալանովենցը, վերաբերվում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին, Սանոյին։ Ֆիլմում իրական է նաև այն մասը, երբ որդին ուզում է դառնալ դերասան, սակայն հայրը նրան թույլ չի տալիս, ասելով, որ երբ դու դերասանություն ես անում, քեզ վրա բոլորը ծիծաղում են։ Մհերը նույնպես ուզում էր դառնալ դերասան և գնալ իր երազանքի ետևից։ Գյումրու 5 կադրերում հնչում է մազուրյանական խաղաղ մեղեդին և հետևյալ խոսքերը։ Էս ինչ աշխարհ է, մարդ չի կրնա մի օր երջանիկ լինի։ Ֆիլմը, որ անհնար է դիտել առանց հուզմունք և հիացմունք հրաշալի դերասանական կազմը մարդկային ամենաբարձրահարությունների ներկայացումը ստիպում է մեր մանկության տարբեր համարել հայկական ֆիլմասրահի սիրող գործություններից Ալբերտ Մկրտչյանը խոստովանել է, որովհետև կինոյին փորձում չի արժանի, որ սցենարը միշտ գրել է համապատասխանեցնելով կոնտենտին, ուսուցիչը իրականում դերասան չի հայտնի ճակատագրություններ։ Մեր մանկության տանգո ֆիլմը հայտնի է նաև իր պատշգամբով, որը կոչվում է Վարեմ Մարեմի պատշգամբ։ Ֆիլմից հոգնել ուղղակի անհնար է, քանի որ այն իր մեջ խստացնում է կյանքի իրական գույներ, որոնք բնորոշ են կյանքին, ինչպես որ կան։ Արև ընկերքագիք։ Էլի ինչ ես երես մարդում։ Այս անգամ բան չի երել։ 2 ամիս հետաց չի գա։ Այդ դու ամեն օր այդպես լրջորենուց կերտաս։ Լոչիկ կուզես դառնաս։ Այսօր հոր քանոնը ուր է։ Լավ էլի։ Այդ դու ինչի դասի չես երթա։ Ռուբենս է, աղջի մեդում դես հերդ ինչ կսե։ Չեմ երթա։ Գագիկ, այդ հերդ մեղք է, փողոցն է մնաց է։ Ընկերս իրան ուշամուսին տե։ Հա։ Հիմի ես կիմանամ ինչ կսե։ Ես օրը ցերեկով լույսեն չի գվարեն, իրանսա որ մենք հլը զաքսով բաշված չենք, որ կբաշնվիք հետո ինչքան կուզե վարեն։ Իրանսա քեֆս ինչքան կուտա, այդքան պտի վարեմ, ըդիգի մանձնական գործն է։ Ինչս եմ։ Իրանսա քեֆս ինչքան կուտա, այդքան պտի վարեմ, ըդիգի մանձնական գործն է, ես ինձի բաշանված կհամարեմ։ Ինքը կսե որ քեզ ինչքան կուտա, այնքան պիտի վարեմ։ Իրանսա թող վարե, ընձի վարեց, երեխեքին վարեց, թող քաղաքն էլ վարե։ Ընկեր Ղասարյան, Իրանսա որ ինքը երեսին մերոն չունի կսած, էստան բոլորն չի կփրփրա։ Ինքը կսե որ դու երեսին մերոն չունիս կսած, էստան բոլորն ինչի կփրփրա։ Ո մերոն չունի։ Դու։ Լսի ինգեր, դու լուսի մարդն ես։ Հա։ Լուսի մարդն եմ։ Երեխեքին լույս կուտա։ Անարդ ես մարդ։ Ես մարդը ով է։ Լսի ինգեր, դու ով ես երեխեքին լույս կուտաս, հա։ Հա, դու գործի տաշե։ Լսի, դու ինչ գործ ունես մեր տունը։ Վարիչի որ եկա վերև ես քո լույսդ կուտամ։ Լսի մեստր, ինչի հետևություն չես ելել։ Ինչի չեն թողի մարդիկ աշխատի։ Ես կասկածել կուլտուրական։ Ղազարյան, դու տասատու մարդ ես։ Ինչի չես թողնել ես մարդ աշխատի, շփոթության մեջ կգցես։ Դու գնա գործի, գնա աշխատի։ Սիտ կթողնի նոր մարդ աշխատի։ Ես ես կոմերել չեմ սպասած։ Դու գնա դպրոց 10 տուր երեխեքի։ Լոմոնոսովը ծնվել է Արխանգելսկի նահանգի Դենիսովկա գյուղում։ Ու են բանում։ Տեգնորսին դալիքու։ Չես։ Ինչ ես որ բորբոքվա։ Էլիգի շարունակե։ Սոյեն կամպնենը սորես մարդին հիրարից հանես։ Անգերնես ռոպա։ Վերջ տուր։ Կեցեք հլը, կեցեք, ինչ եք ձերներդ կցե։ Ընկեր Ղասարյան, դու կագիկի մար ես եկե, գրա կագիկով սպաղվի։ Իսկ դու ընկեր Մեսրոպ, դու գնա այնտեղ պոստիտ վրա վերընգի։ Իսկ դու Ռուբեն տղա, լույսը վառել եմ ու պտի վառեմ։ Ու այսօրից հետո էլ պտի վառեմ։ Վառե։ Կվառեմ, հենց պտի վառեմ, հպե։ Դու մենակ վառելն է։ Մհեր Մկրտչյանը աննշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինո և թատրոնի։
Դա փաստ մեր Մկրտչյանի մասին։ Մեր Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին, հուլիսի 4-ին։ Գյումրիում։ Հայրը ծագումշեցի է, աշնագործությամբ հաշվառում, իսկ մայրը բանեցի սանամատ, գմարտակի ճաշանի դպացարերը աշխատեր։ Մեր նաև երաժշտական դպրոցներում միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ Մկրտչյանը ունեցել է 2 անուն, առաջինը Մեր, այսպես են դիմել նրան տանը, երկրորդ Ֆրունզ, այսպես են դիմել ի պատիվ քաղաքացիական պատերազմի հերոս Միխայել Ֆրունզեին։ Դերասանությամբ շուրջ սկսել է զբաղվել 1945-ից 46 թվականներին։ Տեղափոխվել է մայրաքաղաք 1951-ից 56 թվականները, սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Մեր Մկրտչյանը հայ ֆիլմում հաջողությամբ պայմանավորել է դրամատիկական կերպարներ։ Այդ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Մեր Մկրտչյանի երրորդ կինը դերասանուհի Թամարա Հովհաննիսյանն էր, Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկը։ Ծանր էր Մեր Մկրտչյանի երկրորդ ամուսնությունը, դերասանուհի Դոնալա Մկրտչյանը, տառապում է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ։ Նրանց ընտանիքում ծնված 2 երեխաներից նույնն են, մահանում է 1998 թվականին ավտովթարից, իսկ Վազգենը, որ տառապում է մոտ ժառանգած հիվանդությամբ 2003 թվականին։ Մեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում բացվել է նրա անվան թանգարանը։ Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան, ախր ուրիշ տեղ հորովել չկան, ախր ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորովել չկան, ախր ուրիշ տեղ սեփական բախտից հրովել չկան, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ ձյունի մեջ այսքան գորգություն չկա, այսքան վաստակած օգնություն չկա, ախր ուրիշ տեղ ձյունի մեջ արև և արևի մեջ այսքան ձյուն չկա, ախր ուրիշ տեղ տեղահան եղած եկած ուսերով արագած ծարի ուսերին հրված սասնակ դուր չկա, ախր ուրիշ տեղ ամեն մի քարից, արվից, ակոսից իմ աչկերով իմ աչկերին նայող մանկություն չկա, ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ։ Հայկական գեղարվեստական ֆիլմը «Մենավոր Փուփուզենին» նկարահանվել է Հայաստանում, Հարավում, Սյունիքի մարզում, մասնավորապես Տաթևի և շրջակա գյուղերի տարածքում։ Ֆիլմը հիմնված է Վարդգես Պետրոսյանի նույնանուն վերվի վրա և իր մեջ ներկայացնում է գյուղական կյանք, լեռնային համայնք, լեռնասար անունով։ Ֆիլմի որոշ հատվածներ, օրինակ «Մենավոր Փուփուզենու ծառը» այսօր գտնվում է Վայոց ձորի Սպիտակավոր եկեղեցու մոտ և կոչվում է զբոսաշրջային տեսարժան վայր։ Գոհարներից է նաև «Կտորն երկին» ֆիլմը, որը հիմնված է Վահան Թոթովենցի «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի վրա։
եւ նրա հատվածները վերցված են Խալբերտ քաղաքից։ Խալբերտը գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Նրա անունը ամրոցային բարձրում եկել է հայերենից։ Ամրոցը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մասուրովը։ Թորիկ, իմ դորես։ Աստծո գառն է։ Թորիկ, Ինչ է Գրիգոր աղա։ ջուրմը բերխմեմ։ Քչիկ մկով է, մեջը հեչ կրակ չկա։ Հատպես մասեր։ Որպ է, զատեն աստված, կլխուն զարգեր է։ Ինչը սիմր, քչիկ մկով է, մեջը կրակ չկա, քչիկ մասի… Ասկանդարի անցավ պամը չգրծիրն էլ, պատրաստի տղայի հերթ հարցար հիմայալ չես հավնիր։ Լեսուտ։ թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։ Նա հիմնված է փոքրահասակների եւ մեծահասակների համար։ Սարդենիք, հազարոս նավթեր հոգին կուտա, չեն երթան կանոտ է, հարևան մարդ է։ Նա ուշի մարզ, մարզ Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզ կենտրոնը Իջևան։ Խաշտարակ գյուղ, գտնվում է Իջևանից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա, Ախտեր գետի ափին։ Ինչ եմ միավորում ջրերը բարձրանում են ուշարձան, տղամարդիկ, ճանապարհ եւ մենք ենք մեր սարերը ֆիլմերը։ Տարբեր տարիների էկրաններ բարձրացած այս ֆիլմերը կամ նրանց առանձին կինոնկարները նկարահանվել են այդ չքնաղ գյուղում։ Սակայն ամենամեծ ֆիլմը, որը նկարահանվել է այդտեղ, եղել է «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը։ Ասում են, գյուղի անունը սկզբում եղել է Խաչթարակ, իսկ հետո միայն հնչեղության համար դարձել է Խաշտարակ։ Ըստ ասույթներից մեկի, թշնամու հերթակման ժամանակ երբ գյուղացիները գաղթի են դիմել, ծերունիներից մեկը խորհուրդ է տվել, որ գյուղի խաչը ոչ թե կախել տանեն իրենց հետ, այլ կախեն բարձունքի ծառից, որպեսզի պահապան լինի գյուղին։ Եվ այդ վայրը անվանվեց Խաչի յար, հենց այդպես էլ վարվել է։ Վերադարձից հետո խաչը գտնվում է նույն վայրում։ Հենց այդտեղ է նկարահանվել «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը եւ «Տղամարդիկ» ֆիլմից մի քանի հիշող դրվագ։ Մենք ենք մեր սարերը ֆիլմում գործողությունները տավարվում են հնձի սեզոնին, եւ հովիվ իշխանի հոտին խադրվում են 4 այլ ոչխարներ։ Նա հոգնած հովիվներին եւ հնձվորներին շրջվում է մորթեր նրանց։ Հենց այդպես էլ վարվում են։ Հաճտելու ժամանակ նրանց է միանում Ռևազը, ով այն ուտելու ընթացքում է հիշում, որ ոչխարներ է կորցրել։ Մենք ենք մեր սարերի ֆիլմի երաժշտությունը գրել է Տիգրան Մասուրովը։ Այս աշխարհում քանի պետություն կա։ Դե մենք ենք Գերմանիան, ելով կա Թուրքիան, Ամերիկան, Ֆրանսիան, Ավստրիան, Հունգարիան, Չեխիա, Հնդկաստանը մի 100 հատ կլինի։ Գլխավորը մենք ենք ու Ամերիկան է, չէ՞։ Ավստրիան։ Կարևորը մենք ենք ու Ամերիկան։ Ավստրիան մանր երկիր է,
Մանրերի գործը հեշտ է։ Մեղքս մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային։ Մանրերը արանքում գլուխ են պահում։ Մի մարդով ես շուր տալը հեշտ է։ Մի մարդսկի մի կնիկ էլ չի կարող շուր տալ։ Ուր մնաց մի ես։ Հաշվիր, որ ես միլիցիայի նվերն է անտառը մեջ գյուղի հասարակությանը։ Խողովակից գազերը դուրս են գալու ուրեմն։ Էդ հույսով արեցիք։ Հայ մեծանուն դերասան, խսելու ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը բունը ստեղծագործական կյանք է ապրել։ Նա այն դերասանն է, որ դերը խաղում էր կյանք ինչպես վկա։ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ Մանկուց տարբերվել է իր տարեկիցներից։ Երբ 10 տարեկան էր ու դեռ թատրոն չէր տեսել, գրել է պիես և բակի երեխաների հետ տանն է մնում ներկայացում բեղանել։ Մինչև Երևան գալը աշխատել է Ստեփանավանի թատրոնում։ Մի օր նրա երազում գալիս է մի տղամարդ և ասում. «Դեռ դուրս մի արի, ես կգամ և քեզ կտանեմ Երևան»։ Օրեր անց արվեստի վարչության թատերական բաժնի վարիչը նրան տանում է Երևան պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատելու։ Երևանը տեղափոխվում 1948 թվականին և անմիջապես աշխատում։ 1954 թվականին ավարտում է գեղարվեստաթատերական ֆակուլտետը։ 1991 թվականին ստեղծում է համազգային թատրոնը։ Նկարահանվել է մի շարք կինոֆիլմերում, որոնցից են Ձորիմիրով, Ֆաթաբալա, Մենք ենք մեր սարերը, Նահապետ, Գիքորը և այլն։ Մի շարք երկերի հեղինակ է, որոնցից են Վարագուրից այս կողմ, Մենք ու մերոնք, Չորուկ ջուրեր, Երևան և այլն։ Նկարահանվել է նաև ռուս ռեժիսորների կինոֆիլմերում։ Եղել է նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահական թեկնածու։ Կյանքը պետք է ապրել երկու բանի համար՝ պետք լինելու և գործելու։ Մեր ժողովուրդը դարձել է շատ գանգատաբերար ժողովուրդ։ Այսքան չի կարելի վատատես լինել, լավը չտեսնել։
Արդարարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անինչ գիտե աղունիքն ինչ է։ Անոնք պարտականություն սորվելու բնազդմը ունին, ուրալ երթան, որքանալ բարձր թրջին, վերջը տուն կուգան, իրենց բունը չեն մորնար, հարազատ կմնան իրենց բունին, իրենց պարտականությանը, իրենց գեղեցկությունը քեզի կպարգևեն և մարդ ակամա կսորվի վեր նայիլ, ու կսիրե արև ու լույս, ասել է կսիրե անմեղություն։ Հոգնեցա Փիլիպոս տղա, խոսել են հոգնեցա, ասելիքներ շատ ունիմ, բայց հոգնեցա։ Ինձի կթվի, թե ես ապրել են ալ հոգնեցա։ Հայ ֆիլմ հայկական գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիա ընկերության կողմից 1923 թվականին նկարահանվել է «Աղունիքներ» ստեղծագործությունը, Վահան Թոթովեցի «Աղունիքները» ստեղծագործության մոտիվներով։ Մարդ տարարածը եթե հոգին մեջ երկինք չունի, անիչ գիտի աղունիքն ինչ է։ Աղունիկը խաղաղություն է, մաքրություն։ Ֆիլմի հիմքում աղունիքներն են, իսկ երաժշտությունը, որն այնքան կարևոր է ֆիլմի համար, Տիգրան Մասուրյանը իր զգացածն է արտադրել, որ լսողն էլ մտքով թռչի աղունիքների հետ և խաղաղվի։ Ակոպի դերում Սոս Սարգսյանն էր, դրա համար էլ կարողացավ դերը խաղալ ինչպես իրական պատմություն։